Տիկին Ղազարյան, ի վերջո որոշում կա, մնում ենք ԵԱՏՄ-ում, գնում ենք ԵՄ, որովհետև մայիսի 28-ին և 29-ին տեղի ունենալու ԵԱՏՄ գագաթնաժողովը և մինչև մայիսի 27-ը պիտի Հայաստանը կոնկրետ ներկայացնի ինքը ինչ որոշում ունի։ Դե գիտեք, մենք արդեն այդ մասին բավականին երկար խոսել ենք, որևէ խնդիր չունենք այս բանը մի րոպե Տեսեք ինչ է, մենք միշտ ասել ենք, երբ որ ժամանակը կա, մենք այդ որոշումը կկայացնենք, ինչ վերաբերվում է գագաթնաժողովին մասնակցելու, վարչապետը ասել է, որ ես խոսել եմ, ասել եմ, որ չեմ կարող մասնակցել, փոխվարչապետը կմասնակցի։ Այս պահի դրությամբ որևէ այդպիսի հստակ բան, այսպես կտրուկ որոշում կայացնելու հարց չկա սեղանին դրված, այնպես որ գագաթնաժողովին պետք է արդեն քաղաքական հստակեցում լինի մինչև մայիսի 27-ը։ Ես այդպիսի հստակ որոշում կայացնելու վերաբերյալ հստակ ինֆորմացիա չունեմ, ես գիտեմ, որ գործընկերային միջավայրում պետք է որոշումը կայացվի, այսինքն փոխգործակցության եւ այլն, եւ այս պահին չեմ կարծում պահը հասունացել է, որ կտրուկ նման որոշում կայացվի։ Իսկ այսօր նաև մենք տեսնում ենք, որ պարբերաբար հակակոռուպցիոն կոմիտեն գաղտնալսումներ է հրապարակում։ Ինչու 19 քաղաքական ուժից գաղտնալսվում է միայն Ուժեղ Հայաստանը, որը տեսնում ենք, որ այսպես հիմնական մրցակիցն է, հա, իշխանության ԿՊ-ի։ Գիտեք, ես հակառակ կողմից կդիտարկեի այս հարցը, ես կարծում եմ միակ ուժն է, որը ամենաշատն է հակված ընտրակեղծարարությամբ եւ ընտրակաշառքի միջոցով ձայներ հավաքելու։ Այդ իսկ պատճառով թիրախում հենց իրենք են հայտնվում, որովհետեւ համատարած ու մասշտաբային բնույթ է կրում այդ process-ը եւ դուք տեսնում եք, ես նաեւ գրառում էի արել, որ կարծես սերիալների վերածվի, որովհետեւ ամեն օր մի սերիալի նման լսում ենք մի ձայնագրություն, որտեղ որ հենց այդ ուժի ներկայացուցիչներն են, ինչ է կատարվում, իրականում այս մարդիկ չունեն այստեղ լեգիտիմություն, ճանաչելիություն, մարդիկ իրենց չեն հետևում, իրենց չեն ընտրում եւ փորձում են այս ճանապարհով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն գնել, որովհետեւ շատ վաղուց Հայաստանում չեն եղել ու իրապես չեն զգում ժողովրդի ընտրելու, գնալու ցանկությունը եւ այլն 18 թվականից բավականին շատ բան է փոխվել եւ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրակաշառքի հիմքով հաստատ ընտրություն չի կատարելու։ Այդ իսկ պատճառով էլ բացահայտվում են։ Ես կարծում եմ զուտ մասշտաբային բնույթ է կրում, այդ պատճառով էլ հենց այդ ուժն է թիրախում հայտնվում։ Տիկին Ղազարյան, Ուժեղ Հայաստանի անդամներից մեկը Արթուր Հավանեսյանը այս պահին գտնվում է կալանքի տակ նրա համար, որ ասել է, որ եթե ընտրվենք, ապա գործնել է լինելու, հողնել է լինելու, վերադարձնել է լինելու։ Այս նույն տրամաբանությամբ Մասրիկում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խոստացել է, որ գործնել է լինելու, ջահելությունն է վերադառնալու գյուղ։ Սա դուք ինչպես եք նույն Սիրելի, շատ պարզ տրամաբանություն է։ Տեսեք, նրանք ասում են հիպոթետիկ թեզեր, որովհետև ամեն դեպքում տակը փաստեր չկա, ինչի մասին իրենք խոսում են ու առաջին անգամ չէ, որ իրենք աչքի են ընկնում այսպես հեքիաթասացի դիրքերից։ Բայց եկեք մենք մեր խոսքին հետևենք, մենք առաջին անգամ ենք տեսել Հայաստանում, որ արտագաղթի փոխարեն ունենք ներգաղթ։ Սա ինչի մասին է խոսում, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած քաղաքացիները ձգտում են այլևս Հայաստանի Հանրապետությունում վերադառնան եւ իրանց ապագան կառուցեն, որովհետև այլևս Հայաստանի Հանրապետությունում խաղ է լինելու եւ խաղաղությունը երաշխավորում է նաեւ տնտեսական զարգացում, որը մենք ունենալու ենք եւ մենք դա խոստացել ենք մեր քաղաքացիներին եւ դրանով գնում ենք։ Ինքն էլ բերելու է աշխատատեղերի եւ մարդիկ մնալու են համայնքներում։ Նախընտրական խոստում չի, նույն Արթուր Ավանեսյանն դրա համար կալանավորեցին, որ խոստացել է, որ հողնել է լինելու, վերադարձնել է լինելու, լավ կյանքնել է լինելու, նույն տրամաբանության մեջ տեսեք քաղաքացին գրել է, որ Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ դպրոցնել է լինելու, աշխատանքներ է ունեք, պարոն վարչապետի։ Տեսեք, քաղաքացինը հրապարակում արել նշում անելով։ Դե ես կուզենայի, որ հղում անեն կոնկրետ վարչապետի խոսքին, որպեսզի տեսնենք որ ժամանակում է այդ խոսքը ասվել, ինչ պայմաններում է դա ասվել եւ որ եթե ուղի խոսքին հղում անեն եւ ուղի խոսքը իրապես իրավապահների աչքին երևա տարօրինակ այդ շրջանում քարոզարշավանելու եւ վստահ եմ, որ իրավապահների աչքից դա չէր վրիպի եւ հիմա ինչ որ մի process կգեներացվեր։ Տեսանք, որ մի քաղաքացու էլ նվեր տվեց պատճառաբանելով, որ դատարկ ձեռքով տուն չենք մտնել։ Երբ։ Ես նման բան չեմ նկատել։ Ես չեմ նկատել նման բան, որ որևէ մեկին նվեր տված լինենք։ Զինվորականի նվեր էր տվել եւ պատճառաբանեց, որ ես գրեթե միշտ եմ եղել, ես նման բան չեմ հիշում։ Անկեղծ ասած, եթե մի բանից տեղյակ չեմ, եկեք չմեկնաբանեմ, որովհետեւ իսկապես ես նման բան չեմ հիշում։